Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ և Եվրոպայի ու տարածաշրջանային անվտանգության գործակցության ենթահանձնաժողովի նախագահ Սթիվ Դեյնսին։ Ըստ հաղորդագրության Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը։ Սթիվեն Դեյնսն էլ ընդգծել է, որ 2025-ի օգոստոսին Ալիևի այցը Վաշինգտոն նշանակալի իրադարձություն էր։ Մամուլի հաղորդագրության համաձայն ամերիկացի պաշտոնյան շեշտել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը։ Նա բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացները, նաև ընդգծվել է TRIP նախագծի կարևորությունը։ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը, օրակարգում են միջազգային անվտանգության, պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի զարգացման հետագա ուղղությունները։ Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր մասնակցի գագաթնաժողովին, եթե այն չհյուրընկալեր Ռեջեփ Էրդողանը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով հիասթափված է որոշ դաշնակիցներից, քանի որ նրանք վատ գործընկերներ են։ Մինչդեռ Անկարան շատ հավատարիմ է։ Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել, այն կարող էր ներգրավվել Իրանում հակամարտությանը Իրանի կողմից, բայց չարեց դա։ Նախագահ Էրդողանի հետ հիանալի ընկերներ ենք։ Նրա ղեկավարությամբ Թուրքիան դարձել է շատ հզոր երկիր, ռազմական առումով հավելել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ կչեղարկի հանրապետության դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները, նաև դիտարկվում է Անկարային F-35 կործանիչներ վաճառելու հարցը, չնայած առկա իրավական խոչընդոտներին։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հավանաբար հիմա ավելի լավն են, քան երբևէ, համոզմունք է հայտնել Թրամփը։ Էրդողան-Թրամփ հանդիպմանն է անդրադարձել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը, տեղեկացրել, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև Հարավային Կովկասում իրավիճակը։ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են, արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է Ելմազը։ Նրա խոսքով նախագահների օրակարգում են այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունները։ Թուրք պաշտոնյան հավելել է, Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու ուղղությամբ։ Մենք այս հարցում նմանատիպ տեսակետներ ունենք Միացյալ Նահանգների հետ, նշել է Ելմազը։ Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ դա ապագայի դաշինք կլինի, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Նրա խոսքով Եվրոպան պետք է ձևավորի հակահրթիռային արդյունավետ կարողություններ, աշխատանքներն արդեն սկսվել են։ Ըստ Զելենսկու չի կարելի հապաղել, քանի որ Պատրիոտ համակարգերն այլևս բավարար չեն։ Այսօր պատերազմը հիմնովին փոխվել է, ԱԹՍ-ները և հեռահար տեխնոլոգիաները հեղափոխական են, շեշտել է նախագահը։ Նա հույս է հայտնել, որ այդ ոլորտում Ուկրաինայի փորձառությունը հաշվի կառնվի։ Զելենսկին հավելել է, ուկրաինական ուժերն ամբողջությամբ վերացրել են Ռուսաստանի ռազմավարական թիկունք ունենալու գաղափարը և շարունակելու են թիրախավորել Դաշնության էներգետիկ օբյեկտները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել պաշտպանության ոլորտում Կիևի հետ գործակցող բոլոր պետություններին, այդ թվում Թուրքիային, Ադրբեջանին և Պարսից ծոցի երկրներին։ ԱՄՆ նախագահը ևս անդրադարձել է Ուկրաինային, նրա խոսքով կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են։ Նախագահներ Պուտինը և Զելենսկին ցանկանում են, որ այս ամենն ավարտվի, հավելել է Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ ընդգծել է, որ Մոսկվան նախընտրում է դիվանագիտությունը, սակայն եթե Կիևը պատրաստ չէ դրան, պատերազմը կշարունակվի, մինչև Մոսկվան չհասնի իր նպատակներին։ Ֆրանսիայի նախագահը մեկնել է Սիրիա, նրան ուղեկցել են այդ թվում գործարարներ կենտրոնանալու հանրապետության վերականգնման և ներդրումների վրա։ Էմանուել Մակրոնը արևմտյան առաջին ղեկավարն է, որն այցելում է Դամասկոս Ասադի իշխանության տապալումից հետո։ Մակրոնը հայտարարել է, որ Դամասկոսում է արտահայտելու Ֆրանսիայի աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր էջ, ընդգծել է նախագահը։ Ահմեդ Աշշարան էլ շեշտել է Մակրոնի այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով Փարիզը կառուցողական դեր է խաղացել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։ Հանդիպման արդյունքներով գործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ Մակրոնի այցի ֆոնին ֆրանսիական պատվիրակության հյուրանոցից ոչ հեռու պայթյուններ են որոտացել, 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում ոստիկաններ։ Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը պայթյունի պահին հյուրանոցի տարածքում չի եղել։ Ովքեր են կազմակերպել պայթյունը, հայտնի չէ։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը համախմբված է և պատրաստ է պաշտպանել սեփական արժեքները։ Աբբաս Արաղչին շեշտել է, եթե Իսլամական Հանրապետությանն ուղղված սպառնալիքները չդադարեցվեն, Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են կասկածի տակ հայտնվել։ Հարգեք ձեր ստորագրությունը, դիմել է նախարարը Վաշինգտոնին։ Իրանին է անդրադարձել ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփի խոսքով ամերիկյան կողմը զիջումներ է ստացել Թեհրանից։ Նրանք պետք է հետևեն այդ զիջումներին, նաև չեն կարող միջուկային զենք ունենալ։ Մենք
ստանալու ենք այն, ինչը ես անվանում եմ միջուկային փոշի հարստացված ուրանը։ Ես ռեժիմի փոփոխություն չեմ ցանկանում, չնայած դա արդեն տեղի է ունեցել։ Կարծում եմ նոր ռեժիմն ավելի ողջամիտ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, նավթի գները կարգավորվում են, Հորմուզի նեղուցն ապաշրջափակվել է։ ԱՄՆ նախագահի խոսքով ամեն դեպքում հաղթելու են կամ բանակցությունների կամ այլ միջոցներով։ Իրականում Թեհրանի հետ գործերը շատ լավ են, ուղղակի չկա այն լուսաբանումը, որին արժանի ենք, դժգոհություն է հայտնել Դոնալդ Թրամփը։ Դիանա Գասպարյան, լուրեր։